եկեղեցու ներսում ձևավորվել է մի իրավիճակ, երբ որ կաթողիկոսի եւ մի քանի եպիսկոպոսների իշխանությունը ճանաչում մնացած արքիեպիսկոպոսները։ Սա խնդիր է եկեղեցու համար։ Ես եկեղեցու պատմությունը այդքան լավ չեմ ճանաչում, անկեղծ ասեմ ձեզ, ծանոթ չեմ, եւ ես այդպիսի դեպքերի մասին չեմ լսել։ Այսինքն պատմությունում այնպես բան երևի թե եղել է, բայց ամենալեւս ինձ հայտնի չի։ Ու համենայն դեպս վերջին տասնամյակներում չի եղել դա։ Հիմա այս խնդիրը ինչ որ կերպ պետք է լուծվի, հանգուցալուծումը պետք։ Որովհետեւ մեղմ ասած կաթողիկոսի իշխանությունը, գործող իշխանությունը չեն ճանաչում արդեն ոչ միայն հասարակությունում, հասարակության մի մասը, ես կասեի գերիշխող մեծամասնությունը, այլև եկեղեցու հոգևոր իշխանների մի մասը։ Սա ճգնաժամ է, որը պետք է հանգուցալուծում ստանա։ Հանգուցալուծումը այստեղ երկու տարբերակ կա, կամ ինքը պետք է բոլորին կարգալույծ անի եւ շարունակի իշխել։ Իդեպ հենց եկեղեցու ներսից են իրեն անվանում միապետ, եւ եկեղեցին պետք է միապետությունը շարունակի, կամ ինքը պետք է, ինչպես իրենք պահանջում են արքիեպիսկոպոսները, հոգևորականները գնա հանգստի եւ թույլ տա, որպեսզի եկեղեցին ընտրի նոր հոգևոր իշխանի, որը ընդունելի կլինի համ հասարակության համար, համ հենց եկեղեցականների համար։ Այլ հանգուցալուծում այստեղ չկա։ 10 եպիսկոպոսները, որոնք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը։ Նրանք իսկապես ձեր տպավորությունն ինչպիսին է, տեսնում են բարեփոխումների անհրաժեշտությունը դրա համար կիսեցին իշխանության օրակարգը, թե նրանց հնարավոր կոմպրոմատներից վախեցան նրանք, դրա համար գնացին այս քայլին։ Ես չեմ կարող անկեղծ պատասխանել ձեր հարցին, ես ուղղակի այդ տեղեկատվությունը չունեմ։ Երկու տարբերակն էլ հնարավոր է։ Եվ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ տպավորությունով այդ եպիսկոպոսներից, անձնական շփումից, արքիեպիսկոպոսներից ոմանց հետ, նրանք տպավորությունը թողեցին ինձ վրա, ես կարող եմ սխալվել։ Բավականին անկեղծ մարդկանց, որոնց իրոք մտահոգում է այս իրավիճակը։ Կտրիչ Ներսիսյանի, Գարեգին Բ-ի միապետությունը, որը եկեղեցին տանում է մեղմ ասած սխալ ուղղությամբ։ Եվ հետո ասեմ, կիսվեմ իմ անձնական տպավորությունները, որպես քաղաքացի, որպես հավատացյալ մարդու, ես շատ դժգոհ եմ եկեղեցու աշխատանքից մարդկանց հետ, հոգևոր հոտի հետ։ Մենք եկեղեցում չենք ստանում խիթարանք, մենք եկեղեցում չենք ստանում սփոփանք, մենք եկեղեցում չենք ստանում այն ուժը, որը պետք է որպես հավատացյալ մարդիկ եկեղեցուց ստանանք։ Ես այդպես եմ դիտարկում, ես կարող եմ սխալվել։ Մեր եկեղեցին չի կատարում իր գործառույթները։ Եվ քանի որ սուրբ տեղը դատարկ չի մնում, մենք ունենք հոգևորցությամբ զբաղվող տասնյակ կազմակերպություններ Հայաստանում, հա, սեկտաներ, որոնք այդ տեղը զբաղեցնում են եւ մարդկանց տանում են շատ դեստրուկտիվ ճանապարհով եւ մոլորության մեջ են մտցնում։ Սա եկեղեցու բաց թողումների արդյունքն է։ Սա ես տեսնում եմ։ Եվ ես կարծում եմ, եթե սա ես եմ տեսնում, երևի թե հոգևոր իշխաններն էլ են տեսնում։ Իսկ պետության գործառույթները ինչպես կգնահատեք, արդյոք ամեն ինչ ճիշտ են անում, որ այսօր էլ անդրադառնում են եկեղեցու եւ եկեղեցու վերնախավի խնդիրներին։ Արդյոք խնդրահարույց չէ վարչապետի այն հայտարարությունը, երբ ասում է մեզ պետք է ոչ թե ինձ ենթարկող կաթողիկոս, այլ կաթողիկոս, որը չի զեկուցի օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ավագ լեյտենանտներին եւ սրան չի հետևում իրավական գործընթաց, որը ակնկալում է նորմալ գիտակից քաղաքացիները։ Շատ լավ։ Շատ տեղին հարց է։ Այդ հարցը շատ քաղաքացիներ են հնչեցնում։ Ես փորձեմ իմ մոտեցումը ձևակերպել։ Նախ ձեր առաջի հարցը կապված իշխանության սխալների հետ, բազմաթիվ սխալներ են թույլ տվել եւ թույլ են տալիս։ Բազմաթիվ, մենք այստեղ խոսել ենք տարիներով իրենց սխալների մասին։ Սխալները հիմա էլ կան։ Պետական ապարատը շատ դանդաղ է աշխատում։ Քաղաքը Երևանը շատ ահավոր կերպով է կառավարվում, եթե կարելի է սա անվանել կառավարել։ Շատ բաց թողումներ կան սոցիալական ոլորտում։ Մի խոսքով, բանակաշինության մեջ ամեն ինչ շատ դանդաղ տեմպերով է գնում։ Ես կիսում եմ այդ դժգոհությունը։ Նիկոլ Փաշինյանի գնահատականները կապված կաթողիկոսի հետ ես անձամբ կիսում եմ։ Ես համամիտ եմ նրա հետ, կապված գործակալի հետ, ԿԳԲ-ի, ես կանվանեմ սա ՖՍԲ-ի գործակալ ավելի շատ։ Ինչու՞,
Նիկոլ Փաշինյանը, եթե կան ապացույցներ, չի ներկայացնում այդ ապացույցները եւ իրավական գործընթաց չի սկսում Կտրիս Ներսիսյանի կամ այլ arczepiskopos-ների դեմ, որովհետեւ շատ պարզ է պատասխանը։ Եթե մենք դա սկսենք, Ռուսաստանի նկատմամբ դա կլինի ոչ բարեկամական, թշնամական քայլ, իսկ մենք Ռուսաստանի հետ այս պահին այն հարաբերություններում չենք, թշնամական հարաբերություններում չենք, որովհետև եթե դու նեղադրում ես ինչ-որ մեկին լրտեսության մեջ, պետք է ասես չէ, որ երկրի համար է լրտեսում ինքը լրտեսում է Ռուսաստանի դեմ, եթե դու ներկայացնում ես ապացույցներ, թելերը միանգամից տանում են Մոսկվա։ Հա, բայց դա նորմալ է, պարոն Ստեփանյան, չթշնամանալ Ռուսաստանի հետ, բայց ներսում օրինակ կաթողիկոսին հռչակել թշնամի։ Չէ, ոչ թե հռչակել թշնամի, ասում են այլ ֆիքսել եւ կոնստատել այդ փաստը, որ ինքը թշնամի է։ Հիմա եթե ինքը թշնամի է, աշխատում է օտար պետության համար տարիներով, չասեն արդյոք դա։ Չէ, եթե ապացույցներ չեն ներկայացվելու, ուրեմն պետք է լռել, չխոսել։ Ես համամիջ չեմ ձեզ հետ։ Չէ, Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, ինքը աշխատում է հնարավորությունների սահմաններում եւ փորձում է խնդիրը լուծել Ռուսաստանի վրա սելակները ճուղելով։ Պատահական չէ, որ ինքը ասում է ԿԳԲ-ի գործակալ, չի ասում ՖՍԲ-ի գործակալ, այսինքն միշտ լուսամուտ է թողում, տեղ է թողում մանևրելու իր համար։ Եվ սա քաղաքական գործիչների համար նորմալ գործընթաց է։ Դուք հիմա արդարադատության տեսանկյունից եք նայում իրավիճակին։ Ես կիսում եմ ձեր մոտեցում։ Ես էլ շատ կուզեմ, որ այդ ամեն ինչը ներկայացվի։ Ես ձեզ ուրիշ օրինակ բերեմ։ Այստեղ շատ նման է իրավիճակը Գարեգին Բեի հետ, զուգահեռներ տանենք Ռոբերտ Քոչարյանի հետ իրավիճակին։ Ռոբերտ Քոչարյանին ինչի համար էին դատում։ Սահմանադրական կարգի տապալման փորձ, չէ՞։ Մարտի 1 Ռոբերտ Քոչարյանին կարելի է ցմահ նստեցնել հայրենիքը վաճառելու համար, երկրի ինքնիշխանությունը վաճառելու համար, բայց եթե դատական գործընթաց սկսես, դու պետք է նշես ում է վաճառել այդ հայրենիքը, ապացույցները կան։ Եվ սա հերթական անգամ թելերը մեզ մոտ գիտեք, ես ինչ-որ կեղտոտ բան է տեղի ունենում։ Մեր մասնակցությամբ, հայերի մասնակցությամբ, գործող, անցյալ էլիտաների, երբ որ սկսում ես այդ ախորը մաքրել, թելերը միանգամից Մոսկվա են տանում։ Սա է խնդիրը։ Իսկ մենք Մոսկվայի հետ այս պահին այդ ռեսուրսը չունենք, որ Մոսկվայի հետ, Ռուսաստանի հետ հարաբերությունները այնքան վատ դարձնենք, որ դառնան ուղիղ թշնամական, այնպես ինչպես օրինակ Ուկրաինայի եւ Ռուսաստանը։ Խնդիրը այստեղ է։ Հիմա տարբեր ոլորտներում դուք էլ ձեր խոսքում ասացիք, որ իշխանությունը ունի բազմաթիվ խնդիրներ լուծելու եւ ունի ցախողումներ, բացթողումներ։ Հիմա, եթե փորձենք գնահատել համեմատության մեջ, եկեղեցու վերնախավի խնդիր այս պահին այդքան հրատապ էր, համեմատենք բանակաշինության հետ կապված խնդիրները, որոնք առկա են, արդյոք պետք է այս պահին անդրադարձ լիներ այս ամենին։ Մենք ունենք շատ ավելի հրատապ խնդիրներ, սա միանշանակ է։ Եկեղեցու խնդիրը եւս կարևոր խնդիր է, ես համամիտ եմ, որ այն պետք է լուծում ստանա, բայց իհարկե մենք ունենք ավելի կարևոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն եւ որոնք չեն լուծվում։ Ես նորից եմ ասում, համամիտ եմ ձեզ հետ, որ բանակաշինության գործընթացը բարեփոխումները շատ դանդաղ են գնում։ Եվ պաշտպանության նախարարությունում եւ ամենակարևոր գլխավոր շտաբում մենք ունենք լիքը մարդիկ, որոնք մեղմ ասած տարապում են այն նույն սինդրոմով, որով տարապում է Կտրիս Ներսիսյանը։ Հա, իրենց վաղուց պետք է ազատվել իրենից, մաքրել այդ համակարգը։ Բայց քաղաքական իշխանությունը որոշել է ներքաղաքական այդ թվում նաև ներքաղաքական հանգամանքներից ելնելով, քանի որ գալիս են ընտրություններ, հարվածել թույլ տեղին։ Իսկ ցավոք եկեղեցին դարձել է թույլ տեղ։ Կտրիս Ներսիսյանի գահակալման տարիներին, միապետության տարիներին ինքը դարձել է թույլ տեղ, խոցելի է։ Շատ կեղտ է հավաքվել եկեղեցու պատերի վրա։ Եվ այդ ամենը թույլ է տալիս հարվածել եկեղեցուն եւ դրա հիման վրա փորձել լուծել սեփական ներքաղաքական խնդիրները եւ խնդիրները, այո։ Ես համամիտ եմ այստեղ ձեզ հետ։ Եվ չմտահոգվել, թե այս խնդրին արտաքին տեսակետը ինչպիսին կարող է լինել։ Շատերը նշում են, որ ամոթալի է մեր պետության համար այսօր ներսում ունենալ այսպիսի խնդիր հոգևոր իշխանության եւ քաղաքական իշխանության միջեւ։ Համար ամոթալի է, երբ որ մեր պետության քաղաքական, հոգևոր էլիտայի մի մասը սպասարկում է այլ պետության շահերը։ Սա ամենաամոթալին է մեզ համար։ Մեզ հաջողվել է որոշակի առումով քաղաքական դաշտում դա մաքրել, բոնե իշխանական թևում։
Հիմա խոսքը գնում է հոգևոր իշխանության մասին, որը եւս պետք է մաքրվի։ Մեր եկեղեցին պետք է ղեկավարի կաթողիկոս, arczepiskopոսներ, որոնք պաշտպանում են միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության շահերը, ինչ չի հետաքրում Նիկոլ Փաշինյանին իրենք կպաշտպանեն թե ոչ։ Իրենք չպետք է աշխատեն այլ պետությունների վրա։ Այս պետությունը այն վիճակին, որում մենք հայտնվել ենք 2021-ին, 22-ին եւ 23-ին, հասցրել են հենց այդ մարդիկ, որոնք քաղաքական եւ հոգեվոր էլիտայում տարիներով եւ տասնյակ տարիներով մեր երկիրը վաճառում էին եւ մեր շահերը վաճառում էին օտարներին։ Մարդիկ զբաղված էին ինքնիշխանության վաճառքով։ Սա ամենամեծ հանցագործությունն է, որը ցանկացած քաղաքացի կարող է կատարել իր սեփական երկրի եւ հայրենիքի նկատմամբ։ Դրա համար այդ տեսանկյունից ես ողջունում եմ այս գործընթացը եւ ես կարծում եմ, որ եկեղեցին պետք է այդ մարդկանցից մաքրվի։ Ինչը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի մոտիվացիային, ես համամիտ եմ, որ սա զուտ իրենց համար առաջին հերթին ներքաղաքական խնդիր է։ Եվ ես իհարկե համամիտ եմ, որ նրանք էլ են ցանկանում, որ եկեղեցին օտարգործականներից մաքրվի։ Պարոն Ստեփանյան, ադրբեջանական նավթամթերքը հասավ Հայաստան, իշխանականները սա ներկայացնում են որպես խաղաղությանը նպաստող կարևոր քայլ, իսկ ընդդիմադիրները աղմկում են, ասում են տնտեսական համագործակցություն եք սկսում թշնամու հետ, հարստացնում եք նրա բյուջեն, մի երկիր, որը գերիներին շարունակում է պահել, մեր տարածքներից էլ դուրս չի գալիս։ Դուք ինքնին այս համագործակցությունը ինչպես եք գնահատում։ Ընդհանուր առմամբ այն գործընթացը, որը մեկնարկել է օգոստոսի 8-ին, ես գնահատում եմ դրական, այլ գնահատական չի կարող լինել։ Հիմա կապված բենզինի ներկրման հետ, ցորենի ներկրման հետ, մենք պետք է հասկանանք, որ սա առաջին հերթին ցուցադրական քայլեր են Ալիևի կողմից։ Ալիևը հանձնարարու է, ստանձնել է իր վրա պարտականություն, պարտավորություն Հայաստանի հետ խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Դոնալդ Թրամփի առջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին։ Հիմա նրան պետք են քայլեր, որոնք ցույց են տալու, որ ինքը ագրեսոր չէ, որ ինքը տրամադրված է դեպի խաղաղության գնալ Հայաստանի հետ, որ ինքը խնդիրներ չի հարուցում։ Այդ քայլերը, այդ բենզինը, ցորենը, մնացածը, այդ տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։ Մեզ համար այս ամենը երկրորդական, երրորդական եւ չորրորդական նշանակություն ունի, թե քանի վագոն է գալու Հայաստան։ Սա առևտուր է։ Հասկանալի է, որ այդ 22 վագոնով մենք Ադրբեջանի խնդիրները չենք լուծելու տնտեսական եւ չենք հարստացնելու։ Նաեւ հասկանալի է, որ մենք այս պահին բենզինի ներկրման հետ խնդիրներ չունենք։ Բայց այսպիսի քայլերը, եթե լինեն շարունակական, եւ ամենակարևորը մենք շարունակենք գնալ դեպի խաղաղություն, ես կարող եմ սա գնահատել դրական։ Այս պահին սա ցուցադրական քայլեր են։ Ինձ համար ամենակարևորը ռեալ ցուցիչը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվում են, դա դելիմիտացված եւ դեմարկացված սահմանն է։ Այդտեղ երբ որ եղավ առաջընթաց եւ մենք ստացանք հերթական հատվածը, ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ գործընթացը գնում է առաջ։ Սա է ամենակարևորը։ Այն օրը, երբ որ մեր եւ Ադրբեջանի միջև կլինի վերջնականապես հաստատված կողմերի կողմից նկարված, դելիմիտացված, դեմարկացված սահման, մենք կարող ենք այդ պահին ասել, որ խնդիրը լուծվել է մեծ հաշվով։ Միջև դա խնդիրը կա, խնդիրը առկա է եւ ամեն ինչ կարող է լինել։ Բայց թրիփ գործընթացի շրջանակներում մենք հնարավորություն ունենք շատ ավելի արագ այդ խնդիրները լուծել, քան դա եղել է միջև թրիփը։ Այսքանը։ Հիմա քանի վագոն կգա, քանի վագոն չի գա, ես ոչ իշխանական պրոպագանդիստ եմ, ոչ էլ ընդդիմության պրոպագանդիստ եմ։ Հիմա որ սա դրոշի պես բարձրացնեմ, ասում վայ, բա տեսեք ինչ լավ բան ա տեղել, բա չէ, բա տեսեք ինչ վատ բան ա։ Ոչ, տենց բան չկա։ Սա երկրորդական, երրորդական, չորրորդական նշանակություն ունի։